Բարեկամներ, ողջունում եմ, ինչպես խոստացել էի այսօր հունվարի 13-ին երկրորդ անգամ եմ ձեզ հետ հանդիպման դուրս գալիս, խոստացել էի անդրադառնալ երեկվա օրվա նշանակությանը։ Երեք բավական հանգամանալի խոսել եմ, բայց վատ տեսագրություն էր ստացվել, ուստի միայն ձայնը ինձ համար պահեցի, հետագայում մասնագետներին կամ պատմության արխիվին կփոխանցեմ, պատմության թանգարան, իսկ այսօր ամփոփ ասեմ հետևյալը. Հունվարի 12-ը պատմական օր է ինչ առումով։ Սովետական միության տարիներին կային այլախոհական շարժումներ, կար ազգային ազատագրական պայքար, ժողովրդավարական, կրոնական ազատությունների պայքար կար։ Եվ ամեն մեկը առանձին իր համար մեծ կամ փոքր խմբերով գործում էին։ Հայաստանը բացառիկ հաջողության էր հասել, դրա մասին խոսում է Լյուդմիլա Ալեքսեևան։ Հայաստանը սովետական միության միակ տարածքն էր, վարչական միավոր էր, բայց ի վերջո տարածքն էր, որտեղ չնայած KGB հետապնդումներին մշտապես գործող կազմակերպություն կար։ Դա ազգային միացյալ կուսակցությունն էր, որը հետագայում դարձավ ԱԻՄ, որովհետև ընդհատակից դուրս եկավ։ Ընդհատակից դուրս գալուց հետո եւ քանի որ ազգային միացյալ կուսակցության անդամներից շատերը մնացել էին մինչև անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագրի ընդունման ունեցած մակարդակին, այսինքն անկախություն ամեն գնով, մենք կոչեցինք ազգային ինքնորոշում միավորում, որովհետև 73 թվականից ազգային միացյալ կուսակցությանը, որի ղեկավարն էի ես 68 թվականից, իսկ 73 թվականին ընտրված ղեկավարն էի, մենք ինքնորոշման ճանապարհը որդեգրել էինք 73 թվականից։ Հրապարակային պայքարի դուրս գալով կոչեցինք ազգային ինքնորոշում միավորում։ Եվ ազգային ինքնորոշում միավորման անունից 88 թվականի հունվարի 12-ին ես Երևանում կազմակերպեցի տարբեր ազգերի այլախոհական շարժումների համատեղ հանդիպում։ Խոսքը վերաբերում է ոչ թե այլախոհական դրսևորումներին, ասենք իրավապաշտպան, լրատվական, ազատ լրագրության եւ այլ գաղափարներ, այլ սովետական միության գոյության դեմ, այդ բռնապետության դեմ պայքարած մարդկանց համագործակցությանը։ Այդ հանդիպմանը հրավիրված էին ազգային նշանավոր գործիչներ Վրաստանից, Մերապ Կոստավան եւ Ուկրաինայից, օրինակ Վիաչեսլավ Չեռնովոլը։ Դա բացառիկ միջոցառում էր, որովհետեւ մենք հունվարի 12-ին Ուկրաինայի քաղաքականավորների պաշտպանության օրը, ես պատահական չէի ընտրել այդ օրը, մենք Երևանում պայմանավորվեցինք ստեղծել որպես առաջին քայլ քաղաքականավորների պաշտպանության միասնական կոմիտե, դա կոչվում էր ազգամիջյան կոմիտե, եւ զուգահեռաբար պայմանավորվեցինք, որ Հայաստանի օրինակով, Հայաստանում արդեն լույս էր տեսնում անկախություն թերթ, իսկ Վրաստանում եւ Ուկրաինայում նման ոչինչ չկար։ Իմ ընկերները նախկինում դատվել էին այլ տարբեր գործերով, այլախոհական բնույթի, բայց իրենց երկրներում կայուն մշտապես գործող ազգային ազատագրական կազմակերպություն չկար։ Մենք հայերս շատ լավ հասկանում էինք, որ առանձին որևէ ազգի համար շատ դժվար է լինելու հասնել, չնայած ԱՄԿ-ն պայքարում էր առանձին հաջողության համար Հայաստանում անկախության հանրաքվե իրականացնելով, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սովետական բռնապետության, կոմունիստական բռնապետության լուծարումը դա համամարտկային խնդիր է։ Հունվարի 12-ի այդ միջոցառումը հիմք դարձավ, որ հետագայում նաև այլ մենք այդպես պայմանավորվել էինք, որ 2 ամիսը մեկ պետք է տարբեր հանրապետություններում, տարբեր բնակավայրերում այլախոհական հանդիպումներ կազմակերպեն եւ ընդգրկենք շարքերը։ Այդպես հետո ես կալանավորվեցի, բայց իմ կալանավորում եւ արտաքսումից հետո Թբիլիսիում է լինում մի հանդիպում, երկրորդը լինում է Լվովում, հաջորդ հանդիպումը լինում է Վիլնյուսում։ 89 թվականի փետրվարին Վիլնյուսում կայացած հանդիպման ժամանակ որոշում է ընդունվում ինձ ազդարարել սովետական միության ազատության համարող պայքարող ազգերի դեսպանը արևմուտքում։ Դա արևմուտքում զգալի տրամադրություններ փոխեց։ Ինչևէ, թվում է թե չիմացող մարդիկ, անիրազեկ մարդիկ,
երևույթների մեջ չխորացող մարդիկ, թախտին նստած բախտի սպասող մարդիկ, որ ասում են սովետական միությունը փլվեց, դրա համար էլ մենք անկախացանք։ Անբան անասունները, որ որևէ բան անելու ընդունակ չէին, բայց մեծամիտ էին կարծում էին, թե աշխարհը իրենց հետ է կապված, հազար ու մի բանի հետ են կապում անկախությունը, բայց ոչ երբեք պայքարի, մանավանդ համատեղ պայքարի, այն էլ միջազգային աջակցությամբ։ Կներեք, որ ասեցի այդ բառը, որովհետև նրանք մեզ քննադատում են, իբր մենք մեծախոս ենք, մեծ խոսում ենք, էլի, թե մեզնից բան էր կախված անկախության ճանապարհին։ Բայց տեսեք, հայկական պայքարի որակն էր, որ այդ ազգերին Վիլնյուսում հավաքված էր ավելի քան 10 ազգ։ Տրամադրեց հենց հայ ազգի ներկայացուցիչին, հայկական անկախության պայքարի առաջնորդին ազդարարել դեսպան։ Դրանից հետո հետաքրքրությունը իմ հանդեպ բոլոր ազգերի արևմտյան ներկայացուցիչների, չասեմ վտարանդիների, բայց շատ բարձրացավ։ Նույնիսկ հունգարացիները միջոցառում էին կազմակերպում եւ մեծ պատիվ էին համարում, որ ես այնտեղ ներկա եմ։ Ինչի եմ հունգարացիներին հիշում, որովհետեւ ներկայիս հունգարական իշխանությունները իրենց ուղղակի երբեմն ստոր են պահում։ Սաֆարովի դեպքը ձեզ օրինակ, Ուրբանի այսօրվա վարած քաղաքականությունը Պուտինապաշտպան, ձեզ օրինակ։ Բայց ես խոսում եմ ազատասեր մարդկանց մասին։ Հունվարի 12-ը ինքը ծնունդ էր այն բանի, որ ազգային միացյալ կուսակցությունը, լինելով սովետական միությունում մշտապես գործող կազմակերպություն, կարողացել էր օրինակելի դառնալ բոլորի համար եւ տարբեր ազգերի կալանավորներ դեռևս 70-ական թվականներին դարձել էին ազգային միացյալ կուսակցության անդամ։ Բոլոր սկզբունքային քաղ կալանավորները, սկզբունքային, այսինքն KGB-ի հետ կոմպրոմիսի չգնացող, որևէ կոմպրոմիսի չգնացող, իրենց քաղ կալանավորող համարող մարդիկ, բոլորը դարձան ազգային միացյալ կուսակցության անդամ։ Ուկրաինայի հերոս Վասիլ Ստուսի նախաձեռնությամբ, բանաստեղծ, որը սպանվեց բանտում, KGB-ի բանտում, ինչպես մեր Գարեգին Նժդեհը, կամ ինչպես մեր իշխան Մկրտչյանը, ինչպես Խաջիկ Սահակյանը, որ բանտից ազատվեց եւ անհայտ հիվանդությունից մահացավ։ Ինչևէ, սպանդարան էր դա։ Այդ ժամանակների մասին, այսինքն քաղաքականավորների իրենց ազգային միացյալ կուսակցություն հայտարարելու մասին, նախ Վասիլ ներողություն, Միխայիլ Խեյֆեց ունի գիրք, բոլորդ կարող եք այդ գիրքը կարդալ։ Военнопленный секретарь, повесть о Парույրի Այրիկյանի։ Մտեք համացանց Միխայիլ Խեյֆեց, կգտնեք, կկարդաք, կզարմանաք, կապշեք, որ 26-27 տարեկան ձեր հայրենակցի մասին այդպեսի գիրք կա գրված եւ մեր կրթական համակարգը իրեն ապուշի տեղ դրած թաքցնում է ձեզնից, որովհետեւ ձեզ ուզում են, որ դուք չունենաք օրինակ, ազատամիտ, արդար, հաջողակ մարդու գործունեության։ Եվ դրանից առաջ իհարկե Նյու Յորքում լույս էր տեսել Ձեղլը Պարույր Այրիկյանը, ռուսերեն գրքույկ էր լույս տեսել, որտեղ նաև վերջին խոսքս էր տպագրված։ Ինչևէ, այս բոլորը իրար հետ ես ինչու եմ կապում, դա ունեցավ պատմական զարգացում եւ էականորեն ազդեց համամարտկային զարգացումների վրա։ Միանգամից ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եվրոպական բոլոր երկրներում համոզված էին, որ Գորբաչովը եւ նրա տնտեսական բարեփոխումները եւ մի փոքր քաղաքական ազատությունները առավելագույնն է ինչ կարող էր լինել սովետական բռնապետության զարգացման ճանապարհին։ Նրանք մեծ հաջողություն էին համարում, որ Գորբաչովի պես մարդ կա։ Այն աստիճանի են այդ հաջողությամբ տարված, որ անգամ իրենց ներդրումը չէին գնահատում։ Նույնիսկ Ռոնալդ Ռեյգանի շրջապատում, ասեմ ձեզ, ինքը որ աստեղային պատերազմով սարսափեցրել էր սրանց, անգամ ինքը եւ իր մերձավորները համարում էին հաջողություն, որ դե ի վերջո սովետական միությունը փոխվում է, քաղաքականավորներին ազատ են արձակում, դե իհարկե ինձ կալանավորեցին եւ հետո էլ արտաքսեցին, բայց դե դա ասենք մասնավոր դեպք էին համարում, իսկ ընդհանրապես թույլ էին տալիս նաեւ արտասահման արտագաղթել, Ամերիկայի ձայն, ազատություն ռադիոկայան, դրանք լսելի են դառնում եւ տնտեսական ազատություններ էր խոստանում Գորբաչովը, որը պետք էր հենց պետության զարգացման համար։ Իհարկե ոչ այնպեսի վայրենի ձևով, ինչպես կատարեցին չեկիստները Ռուսաստանում եւ Հայաստանում, որ ազգային հարստությունը կուտակվի տարբեր սրիկաների ձեռքին։ Որոշ դեպքերում լավ գործարար մարդկանց, բայց հիմնականում սրիկաների ձեռքին, իրենց խամաչիկների, իրենց գործակալների ձեռքին ողջ ազգային հարստությունը կուտակվեր։ Ինչևէ, դա համարում էին առավելագույնը, բայց շնորհիվ այն բանի,
որ ինձ դեսպան ազարարելուց հետո վտարանդի գազագերբությունների ներկայացուցիչները, այդ թվում գիգանտներ, քաղաքական հսկաներ, Էդվարդ Կուզնեցով, Վլադիմիր Բուկովսկի, Պլյուշ, Պյոտր Ռուբան, Սկոդիս լիտվացի, այսպես Նադիկա Սվիտլիշնայա, Գուդավա եղբայրները վրացի, այդ բոլորը համախմբվեցին եւ ինձ խնդրեցին զարգացնել դեսպան լինելու կարողությունս եւ ստեղծվեց Փարիզում ժողովրդավարություն եւ անկախություն համակարգիչ կենտրոն։ Հենց տեղում էլ ես ընտրվեցի նախագահ։ Շատ լուրջ աշխատանք էր, դրա աշխատանքներին մասնակցում էր կուբացի Արմանդո Վալադարեսը, Ջին Քրկփատրիկը, բազմաթիվ եվրոպական գործիչներ։ Այսինքն դա որպես նոր ուղղության հայտ ասպարեզի շավ։ Դրանից հետո կոմունիստների ինչ լինելը հասկացող եւ կիսատ պռատ նվաճումներից խուսափող, սակայն հրապարակավ խոսելուց խուսափող արևմտյան քաղաքական գործիչները հանկարծ հենարան ստացան։ Հենց այն, որ ժողովրդավարություն եւ անկախություն կոորդինացիոն կենտրոնի հռչակագիրը տպագրվեց կոնգրեսի արձանագրություններում, դա արդեն ցույց է տալիս, թե ինչ մեծ կարևորություն էին տալիս երևույթին։ Դրանից հետո սենատոր Հելմսը բոլոր նրանք, ովքեր կասկածում են ասածներից, կարծում են, թե ես էլ իրենց նման կարող եմ սուտ բաներ ասել, թող մտնեն հունիսի 23 կամ 24 Congressional Record, կոնգրեսի արձանագրություններ եւ այնտեղ տեսնեն, թե ինչ է ասվում։ Մենք ամերիկացիները պիտի լսենք Պարույր Հայրիկյանին, սենատորն է ասում, դիմում է Բուշ, նախագահ Բուշին, եւ կողմնորոշվենք, ի վերջո մենք բռնարարքներ կատարող, բռնություններ կատարող բռնապետների հետ ենք, թե ժողովրդավարական ուժերի։ Պարույր Հայրիկյանը եւ իր ընկերները, կոորդինացիոն կենտրոնի անդամները պահանջում են, որ մենք Մոսկվային չտրամադրենք Most Favored Nations կարգավիճակը, բարյացակամ երկրի կարգավիճակը, որը նշանակում էր հասանելիություն նորագույն տեխնոլոգիաներին։ Այն ժամանակ ամեն ինչ արգելված էր։ Նույնիսկ իմ կազմակերպությանը նվիրաբերեցին Իռլանդիայում արտադրվող հեռախոսանման սարքեր, որոնցում դու տեքստը հավաքում էիր, միացնում սովորական հեռախոսի, մի կետ էիր սեղմում, ինչ-որ սուլոց էր լսվում։ Եվ աշխարհի մյուս ծայրում նմանատիպ մեկ այլ հեռախոսով տեքստը վայրկյանական ստանում էին։ Երբ իմացան, որ ես դրանք ուղարկում եմ Երևան եւ Ուկրաինա, նաեւ Վրաստան, խնդրեցին, ասին, մեզ արգելված է, դա տեխնոլոգիական նորամուծություն է, որը չի կարելի։ Նույնիսկ այդպիսի բան կար։ Ինչևէ, այս ամենը ունեցավ իր զարգացումը, հաճակողմյան ուժերը ստացան իրավունք մեր միջոցով խոսելու այն բանի մասին, որ մենք չպետք է Գորբաչովին վարկեր տրամադրենք, որին ինքը կարոտեր։ Մարդասիրական օգնություն, այո, բայց վարկեր ու տեխնոլոգիա չենք վճարում, ինչեւ որ նրանք կարգի գրավին։ Ինչևէ, 1000 խոսելու բան կա, պատմելու բան կա, ես կապում եմ հունվարի 12-ի հետ։ Եթե ես հունվարի 12-ին Երևան չհրավիրեի, չկազմակերպեի այդ հանդիպումների շարքը եւ չվերականգնեի այն կշիռը, որ ունեի բոլոր քաղաքականավորների մոտ, մանավանդ կապի բացառիկ միջոցներով։ Ախր ես զարմանում եմ, այս հայերը, պատմաբաններ, քաղաքագետներ, սովետոլոգներ, Պարույր Հայրիկյան, քո բացառիկ կապերի մասին գրում են բոլոր սովետոլոգները։ Ինչ ձևով ես դու կապվել, ինչպես ես կարողացել KGB-ի ծանր պայմաններում հաղորդակցություն ապահովել, ազատ եւ նյութեր ուղարկել նաեւ։ Բոլորն են արել, բայց դու կարողացել ես ճամբարների մեջ կապ կազմակերպել եւ ակցիաներ։ Միայն մի բան ասեմ ամենայն դեպս։ Դոկտոր պրոֆեսոր Բալոնկինից ես սովորել էի, որ դեղով, անալգին գլխացավի դեղով կարող ես դա լուծույթ պատրաստել եւ լուցկու չոփով թղթի վրա գրել, չէր երևում ոչինչ։ Հետո ստացողը դա կարող է երևակայել, բայց դա չէր կարևորը։ Իրենք ուլտրաֆիոլետ, ուլտրամանուշակագույն ճառագայթներով ստուգում էին մեր նամակները։ Ես գտել էի մի ձև, օրինակ մի ձև։ Ծանուցագրերը, որոնք կցվում են ծրարներին, պարզ է դրանք չէին ստուգվում, որովհետև ուղարկվում են, մարդը ստորագրում է, պիտի հետ գա։ Ես գտել էի հասարակ մի բան, այդ ծանուցագրի վրա ոչ թե իմ հասցեն էի գրում, այլ գրում էի, ասենք, վստահելի որևէ մարդու հասցեն, որը գիտեր, որ պիտի ստանալուց հետո կարդա։ Նույնիսկ չիմացող մարդու եմ գրել, ասենք, ուղարկել եմ Սուսաննա Ավակյանին, գրել եմ Սուսաննա Ավակյան, Սուսաննա Արթուկիրովնա Ավակյան։ Ինքը ասում է, ես ծանուցագիրը ստացա
ու զարմացա, ես Արթուր Երևնա չեմ, ես ինչ Արթուր Երևն է։ Եվ հետո դատախազություն է ուղարկված, ինչի է ինձ եկել։ Բայց կռահեցի, որ ես Արթուր Երևնա նշանակում է Արտուկիր։ Արտուկում է եւ կարդում, եթե այս տեքստը ստանաս, ինձ հերագիր գրի անմիջապես ուղարկի եւ հերագրում գրիր։ Խնդրում եմ քեզ լավ պահիր, մի հակադրվիր վարչակազմին ճամբարի։ Դուք չեք կարող պատկերացնել, թե վարչակազմը ինչքան ուրախ էր։ Հայրիկյանը ամենաանհնազանդ կալանավորներից մեկը այսպեսի հերագիր է ստանում, ինձ հերագիրը տալիս են առանց հասկանալու, որ ես հասկացա այդ ճանապարհը այսուհետև գործելու է։ Ինչևէ։ Ուրեմն հատկապես այդ կապերի միջոցները, որ ես տարբեր ճամբարներում գործողություններ էի կազմակերպում եւ դա նաեւ արխիվի սամիզդատա այդ հսկայական հրատարակության մեջ ներկայացված է։ Այդ բոլորը ուսումնասիրության արժանի ու կարոտ բան են, բայց կարևոր է մի բան, որ մենք այդ ժողովրդավարություն եւ անկախություն համակարգիչ կենտրոնը հենվելով այն բանի վրա, որ Հայրիկյանն է եղել տարբեր ազգերի ժողովրդավարներին ժամանակին միավորող անձը, դա տպագրվեց նաեւ տեղեկագրերում, Freedom Activist Directory, մտեք համացած գտեք, տեսնեք թե Հայրիկյանի մասին ինչպես է 4 անգամ ավելի գրված, քան ձեր Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Վազգեն Մանուկյանի կամ որևէ սովետական միության քաղաքականավորի մասին։ Ինչևէ, դա հիմք տվեց, որ աջակողմյանները բարոյական հենարան ստանան արևմուտքում։ Եվ խոսելիս ծրագրեր մշակելիս ասեն, որ եթե մենք խոսում ենք սովետական միության մասին, մենք իրավունք չունենք անտեսել այնինչ նրանք են ասում, այնինչ Հայրիկյանն է ասում։ Եվ այդ հարցում շատ մեծ դեր ունեցավ մեր հունվարի 12-ի 88 թվականի հունվարի 12-ի միջոցառումը, որի մասնակիցներից Մերապ Կոստավան ավտովթարով սպանվեց, ազգային հերոս Վրաստանի, Վիչեսլավ Չեռնովիլը ավտովթարով սպանվեց, Ուկրաինայի ազգային հերոս Միխայել Հորինը իր մահով մահացավ, Մովսես Գորգիսյանը կասկածելի հանգամանքներում սպանվեց սահմանի մոտ, իմ հանդեպ իրականացված մահափորձը դրանից առաջ 87 թվականի մայիսի 10-ին Սովետская Россия թերթում էլ դրան այդ մահափորձի իրականացման մասին տեղեկատվություն կա, որը ցույց է տալիս, որ մահափորձը ծրագրված էր։ Ես Տիմոֆեևի հետ երբ գնացի Մոսկվայում բարձելու թե այդ ինչ մեծ վթար էր, ու բարձվում է, որ վթարը չէր արձանագրվել, դա առավել եւս հաստատեց։ Ինչևէ, այսինքն բացառիկ մի միջոցառում մասնակցել են 8 հոգի, 5 հայ, մի վրացի, 2 ես նկատի ունեմ անմիջական մասնակիցները, 2 ուկրաինացի, եւ այդ 5-ից 4-ը իրենց երկրներում ազգային հերոս են ճանաչվել։ Այսպեսի բան մարդկության պատմության մեջ քիչ է լինում, բայց իրենք դրեցին այն հիմքը, այսինքն վերականգնեցին այն հիմքը։ Ինչու եմ ասում վերականգնել, ես դեռ 70-ական թվականների երճամբարներում ինքս լատիշերեն էի սովորում, Աշոտին ասում է, որ լիտվերեն սովորի, չէր, այնքան հեշտ չէր։ Եվ մենք ծրագրում էինք դեռ այդ համագործակցությունը, դեռ երիտասարդ տարիքում էինք ծրագրել, բայց հետո կայացավ ամենակարողի աջակցությամբ։ Եվ այդ ճանապարհին միջանկյալ կարևորագույն գործողություններ Հայաստանում կայացած հայ, ուկրաինացի եւ վրացի մեծերի հանդիպումը։ Սա ես պարտավոր էի ձեզ ասել, պատմել, հրապարակել, որովհետեւ ձեզնից ամեն ինչ արվում էր, որ ձեզից թաքցվի այն ինչ օրինակելի է, այն ինչ խնկարկելի է, այդպես ասեմ, որպեսզի դուք կողմնորոշվելիս տարբեր տեսակի խուժանների վկայակոչեք, տարբեր տեսակի ավազակների, մեր դեմ խաղ չկա, 100% էլ ստանանք իշխանությունը չենք տա, այդ տեսակ գույք պարտքի դիմաց, սահմանադրությանը այլընտրանք չկա, այդ տեսակ կեղտոտ լակոտներով, որպեսզի դուք առաջնորդվեք, ձեզնից պահում են նման լուսավոր երևույթները, Աստված բոլորիս լույս ու խելք տա։